Երջանկության մեխանիկան։ Փրկարար մի ուժ է մեր օրյա աշխարհում սպորտը։ Ես լրիվ համամիտ եմ։ Նրա գլխավերևում առաջվա պես ծածանվում է լավատեսության դրոշակը։ Այստեղ հետևում են կանոններին, հարգում են հակառակորդին անկախ այն հանգամանքից, թե հաղթանակը ումն է լինելու։ Գոլսու օրսի։ Վստահ եմ, որ այս արտահայտությունը կարելի է բերել մեր օրյա աշխարհ եւ նույն կերպ սպորտը ունի իր տեղը, իր դիրքը եւ իր կարեւորությունը։ Ես ձեզ ուզում եմ ներկայացնել մեր սպորտային լավագույն ներկայացուցիչներից մեկին, անկախ իր երիտասարդ տարիքից բավականին փորձառու եւ արդեն իր մեծ փորձով կարողացել է բազմիցս բարձր պահել հայկական դրոշն ու անունը։ Այսպիսով ձեզ եմ ներկայացնում հուննահռոմեական ոճի 55 կիլոգրամ քաշային կարգի ըմբիշ Ռոման Ամոյանին։ Բարի երեկո։ Բարի երեկո ձեզ։ Նույն ինքը Ռոմանը 2008 թվականի Պեկինում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բրոնզե եւ արծաթե մեդալակիր, այս տարի Դորտմունդի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն։ Մի խոսքով ասում են նա վառ մարզիկ է, վառ բառից բուն իմաստով, բայց ես վստահ եմ, որ Ռոմանը իր կյանքի լավագույն պահը հաստատել է հանդիպելով իր տիկնոջը, որն այսօր մեր տաղավարում է եւ նստած է նրա կողքին, իր կյանքի ընկերը եւ իր լավագույն մրցանակ այս կյանքի համար Նոնա Ամոյանը, կինը, ավարտում է այս տարի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը եւ որոշել է, որ պետք է շարունակի իր մասնագիտությամբ։ Բարի երեկո Նոնա։ Բարի երեկո ձեզ։ Բարի գալուստ երկուսիդ։ Ռոման, նախ անդրադառնանք քո, այսպես ասեմ, առաջին մրցանակը թողնենք հետոյի, հիմա գանք վերջինին, կոնկրետ Դորտմունդի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դարձար։ Ընդհանրապես ամեն տարի, ամեն մրցությանը մասնակցելուց հետո ինչ ես հասկանում քեզ համար եւ ինչն է ամենից կարեւորը հենց քո սպորտային ձևում։ Գիտեք ինչ կա։ Կենտրոնացումը, թե պարապելը։ Ամեն մրցումներից հետո, այսինքն սա չեմպիոն Եվրոպայի չեմպիոնատից թե աշխարհի վերադառնալուց ճիշտ է, այս տարի օրինակ վերադարձել եմ ոսկե մեդալով Եվրոպայի առաջնությանը, դա իմ երկրորդ մեդալս է Եվրոպայի առաջնությունում, այսինքն կրկնակի Եվրոպայի չեմպիոն դարձա։ Վերադառնալիս այդ ժամանակ չես զգում, որ ինչ ես արել դու, հա, մեր թե ազգի համար, թե ընդհանուր։ Բայց Նոնան տանը նստած զգում է արդեն։ Այո, դա հեսա կանդրադառնանք դրանք, ասեմ ոնց վերադառնալիս նոր եմ հասկանում, թե ինչ մեծ հաղթանակ եմ կատարել իմ ազգի համար առաջինը, որովհետև այդ հաղթանակը միայն իմս չի, այդ հաղթանակը մեր բոլորինն է, մեր ազգինն է, որովհետև ես գիտեմ, որ մի ազգ է կանգնած մեջքից, որը որ հետ նահանջելու տեղ չունեմ, որ մի կարելի ասել, որ հետ եմ շրջվում, տեսնում եմ մեր ուժը, թե մեր ղեկավարության, թե մեր ազգի, այդպես մտածելով առաջնորդվում ենք առաջ, դեպի միշտ, դեպի առաջ, այո։ Եվ ինչ խոսք, կարողանում եմ հաղթող ճանաչվել։ Ռոման, ընդհանրապես ասում են, անգամ ամենափորձառու գեներալը չունի փորձ, եթե չի տարել պարտություն։ Դու որքանով է եղել, որ պարտություն տարած լինես, կամ ինչպես ես գնահատել այդ սիտուացիան եւ ինչպես ես դուրս եկել այդ իրավիճակից։ Այո, ճիշտ է, եղել են պարտություններ, բայց կան նաեւ այնպիսի պարտություններ, որ ամիսներով չեմ կարողացել նորմալ քնել, որովհետեւ միշտ աչքերս փակելուց միշտ աչքից դեմն է եղել այդ գոտեմարտը, որ կոմբինացիան ու մտածել ես, որ կարող է այնպիսի ժամանակ եմ պարտվել, որը որ շատ ճակատագրական է եղել ինձ համար, եղել են այդպիսի դեպքեր եւ ասված հեռու տանի այդպիսի բաները չեմ ուզի կրկնվի, բայց եղել են ինչ խոսք այդպիսի բաներ։ Եվ ես ավելին կասեի, կամ պարտություններ, որ ցույց են տալի մեծ հաղթանակների ճանապարհները։ Իհարկե մեզ մոտ էլ այդպես, այդ պարտությունների վրա մենք սովորում ենք մեր սխալները եւ ավելի այդ սխալների վրա կատարելագործում ենք մեր ճիշտ քայլերը։
Հետո ասում են, երբ հաղթանակն է առաջնորդում սպորտսմենին, հաղթանակը բոլորինն է, իսկ երբ պարտվում ես, պարտությունը միայն քոնն է։ Ինչքան դժվար է, չէ՞, տանել այդ բեռը պարտության։ Ճիշտ է։ Հիմա գանք քո կյանքի մյուս հաղթանակին, խոսքը Նոնայի սիրտը գրավելու մասին է, այդպես հեշտ չէ, անկախ նրանից թե դու ինչ կոմբինացիաներ ես այնտեղ անում, պետք է իմանանք, թե Նոնային ինչպես ես գտել, ինչպես ես կարողացել սիրահետել, ինչպես ես նրա սիրտը գրավել եւ ի վերջո շուտով կբազմանանք արդեն։ Ասեմ, որ շատ դժվար է եղել այդ հարցում, շատ խիստ է, չէ՞ ինքը։ Այո, այս հարցում բավականին խիստ, բավականին փակ, այո, ասեմ ինչ ոնց է տեղի ունեցել այդ պատմությունը մեր կյանքի, հա։ Ընկերոջս հետ էի գնում էի, խնդրեց, ասեց ինչ կլինի, արի իրար հետ գնանք բժշկական համալսարան, այսինքն սիրահարված էր, այո, աղջիկ ընկերի ուներ, ասեց մի քիչ ինչ-որ վիճաբանական այդպես դե ես լինում եմ, այո, ասի դե լավ, եթե ասում ես, ուրեմն գամ, մի հատ տեսնեմ, խնդիր չկա, այսինքն երկուսն էլ ինձ ծանոթ էին, այնց սիտուացիա էր, որ պետք է իմ միջամտություններ լիներ, եւ գնացի առաջին անգամ պատահական եմ տեսել Նոնային բժշկական համալսարանում, բայց ես չգիտեի, որ ինքը մեր ազգից է, մեր ազգի ներկայացուցիչներից է։ Նայեցի այսպես բան, ոսի հետո կամաց հետաքրքրվեցի, ով է, ինչ է, որտեղից է եւ վերջապես ինչ ազգից է, բան, վերջ ասին, հայք ձեր ազգի ներկայացուցիչներից է եւ սովորում այստեղ, լավ սովորում է, գերազանցի, բան, ես այտենց սկսել եմ հետաքրքրվել եւ մի անգամ առիթ եղավ, ասի մի երկու հարց փոխանակեմ, հարց տվեցի, չպատասխանեց, ունես բան, չպատասխանեց, բայ այդպես եւ կամաց հետո արդեն ընտանիքին ճանաչել, մի երկու անգամ հետո զրուցելուց հետո։ Բայց ո՞նց ընտանիքին կամաց ճանաչել, եթե ինքը չպատասխանեց։ Եթե ասեմ, երկու անգամ այտենց 1, 2, 3 եւ վերջը պատասխանեց, դե չէր լինի, դե գիտեք, ես ինքս մարզիկ եմ, գիտեմ բաները, ձևերը, տեխնոլոգիան դիապետում եք։ Եվ վերջը մի 2-3 հանդիպումից հետո կարողացա խոսել, առաջինը գոնե բարևը չնայած բարևը բարևս, բայց ընթացքը էլի, ընթացքը բարևից է սկսել։ Այսինքն ինչ էր պետք, համբերություն, հա։ Շատ, գիտեք ինչ կա, մենք այդ հենց մարզիկները ունեն, չէ՞, համբերություն։ Եթե մենք չունենանք համբերություն, ինձ թվում է մեծ սպորտի մասին խոսելը ավելորդ է։ Եվ այդ համբերությունով լցված վերջը կարողացա այո խոսալ եւ թեթև այդպես բժշկականում երկու այդտեղ սկսել մեր հանդիպումը, մեր խոսակցությունը եւ ըստ դրա արդեն դա մեր ավանդական բաներ կա, որ պետք է պաշտպանենք, չի կարելի էլի։ Այո, օրինակ ո՞րն է կարևոր, եզդիական որ ավանդույթն է աշխատում առաջին հերթին ծանոթության դեպքում։ Պետք է գնանք, նախապես տնից խոսք ուզեք, ո՞նց է ձևը։ Հենց մեզ մոտ հենց այդ է, որ առաջինը գնում են տուն, հետո ընտանիքով, այսինքն մենք մեր ընտանիքով գնում ենք եւ ծանոթանում ենք իրենց ընտանիքի հետ եւ այդտեղից սկսվում է գործի սկիզբը։ Բայց քանի որ մի քիչ ես քայլերով առաջ ընկա եւ բժշկականում եմ հենց տեսել, խոսել նրա հետ եւ դրանից հետո նոր ընտանիքով գնացել ենք իրենց տուն, այսինքն ծանոթանալ նրանց ընտանիքի հետ, հետո դե ժամանակակից էլեմենտները այս դեպքում չեն խանգարել, այլ միայն օգնել են եւ ավանդույթներին առավել հետաքրքիր տեսք են տվել։ Ռոման, այ հետաքրքիր է, փաստորեն հերվից հեռու զգում եք, չէ՞, արյամբ թե սրտի թե հոգու կանչով։ Ինձ հետաքրքիր է, Նոնա, դուք ոնց վերաբերվեցիք նրա ձեզ մոտենալու փաստին եւ այդ նրա ասած համբերությունը, չնայած իրականում լավ էլ անհամբեր է եղել, վստահ եմ, արդյոք օգնեց, որ դուք իրեն ճանաչեք ընթացքում, տեսնեք, տնտղեք։ Իհարկե, մեր մոտ ավելի ուրիշ հայացքներով ենք նայում այդ բաներին, ավելի աղջիկները մեր ազգում ավելի զուսպ են, ավելի ուրիշ ձևով են նայում այդ հարցերին, չեն կարողանում միանգամից իրանց խոսքին ազատություն տան,
ոնց որ փոքրուց է սերմանվում այդ ամենը եւ առանց ծնողների համաձայնությամբ խոսել ինչ որ մեկի հետ կամ ինչ որ տղա, որ քեզ հավանում է զրուցել նրա հետ, տենց բան չի լինում։ Ընկերոջ հետ եկած։ Այո, նամանդ որ իրանք եկել էին իմ մտերիմ ընկերուհու հետևից։ Բայց բաց թողեցիք այդ ընտիր մանրամասնությունը։ Ես չէի տեսել, ճիշտն ասած, տենց չէի ճանաչում իրան դեմքով ու սենց ոգևորված ընկերուս ասում ենք, ընկերուս էլ էր հավանում։ Եվ տենց ընկերուս ասում ենք նայի տեսով է գալիս ու չեմ էլ մտածում էլի, որ իմ համար էլ Ռոմանն է եկել։ Ակամայից ինքն չէր իմանում։ Ու ճիշտն ասած ես շատ փակ մարդ եմ եղել, որ ասեմ բնավորությամբ եմ փակ եղել շատ, որ գալիս գնում էր, ուզում էր խոսել, չեմ խոսել, բայց մի անգամ որ արդեն բարևեցի, մեր ազգում տղաները մի քիչ ուրիշ են էլի, մի քիչ ուրիշ բնավորություն ունեն։ Ավելի զուսպ։ Չէ, իրանք հարցերը ուրիշ ձևով են լուծում, գնում են ընտանիք, մի անգամից ասում են լինում, կլինի, չի լինի, բայց ինքը ոնց որ ավելի համբերատար գտնվեց, եկավ, ծանոթացավ, ինձ էլ ուզում էր համոտիկանալ, որ ինքը համոզեր ինձ։ Նոր գնար ընթացքը ծնողներին։ Եվ շատ ճիշտ քայլ։ Շատ ճիշտ։ Նոնա, ինչու եք ընտրել բժշկությունը որպես մասնագիտություն։ Որ ճիշտն ասեմ, սկզբից չէի ուզում բժշկական համալսարան տալ, ծնողներս պնդում էին, որ անպայման բժիշկ դառնամ, հայրս ինքս մասնագիտությամբ լրագրող է, պապիկիս հետ։ Երկուսն էլ հանրային ռադիոյում են աշխատում։ Իմիջայլոց պապիկս էլ այս տարի նշեց իր 50-ամյա գործունեությունը հենց ռադիոյում, վաստակավոր լրագրողի կոչում էլ ունի։ Եթե ես չեմ սխալվում, նաև վարում է հենց եզդիական ժամ։ Այո, հորս հետ միասին։ Եվ ուզում էի անգլերենի գծով տալ, ասում էի պիտի լեզվաբան դառնամ, բայց պապաս մամաս ասեցին, որ չէ, ավելի լավ է բժիշկ։ Տենց պարապեցի, ընդունվեցի, հիմա էլ հաստատ չեմ փոշմանի, որտեվ չեմ պատկերացնում ինձ այլ մասնագիտության մեջ։ Ինձ թվում է Ռոմանի հետ ձեր ընտանեկան միացության մեջ շատ ճիշտ մասնագիտական բաժանում է արված, որովհետև նրա վտանգավոր մասնագիտությունից ելնելով, ավելի ճիշտ կոչումից, քանի որ մարզիկը արդեն կոչման պես մի բան է, դուք շատ կարևոր դեր ունեք ձեր ընտանիքում։ Նոնա, հիմա մի հարց, ասացիք, որ դուք իրեն չգիտեիք, ընդհանրապես դեմքով էլ, Ռոմանն էլ կամաց ասաց սուտ։ Հիմա, երբ ձեր ընտանիքի հետ էր արդեն ծանոթանում, նրա անվան հայտնիությունը, նրա բազում լավ դրական գործերը, երկրի համար, որքանով դարձան որոշիչ ձեր ընտանիքների փոխհարաբերություններում։ Ինձ համար կարող եմ ասել, որ հաստատ ոչ մի կապ չուներ։ Կեցեք։ Էլի սուտ։ Էլի սուտ։ Դե բայց ինչի, չէ, հաստատ ճիշտ է ասում։ Չէ, հաստատ կապ չուներ, որովհետև ես հիմա որ իր այդ ապրում եմ, ոչ թե ապրում նրա համար, որ ինքը չեմպիոն է, այլ իր հենց մարդկային անհատ լինելու համար, որ ինքը նորմալ ամուսին է ինձ համար, բայց ծնողներս տեսնելով նրա այդ համառությունը, կամքի մեծ ուժը, որ այդ ամենին ինքն է հասել, մտածեցին, որ խորհուրդ էին տալիս, հետո հայրս էր ինձ խորհուրդ տալ, ասում էր լավ տղա է, ինքը ամեն ինչին իր ուժերով հասել է։ Որ աները նման խորհուրդ է տալիս, դա ուրեմն կարելի է արդեն մտածել այդ ուղղությամբ։ Մրցակցությունից դուրս է։ Ես էլ ոնց որ հորս կարծիքին հետևելով մի քիչ էլ ինքը գնաց եկավ, համոզեց, համաձայնվեցի։ Իսկ հիշում եք, այսինքն ունեք օր, որը որոշել եք պաշտոնապես ձեր հանդիպման օր նշել որպես։ Չէ, մենք մեր խոսք առնելու օրն ենք շատ։ Երբ էր դա։ Դեկտեմբերի 1-ին։ Ուրիշ օր չունեիք։ Դեկտեմբերի 1-ին։ Այնց հետաքրքիր է, միջալուց ասացիք ճիշտ է, մի քիչ հեռու ենք հիմա դեկտեմբերից, բայց ամանորին կա հատուկ ուտեստ, որը պարտադիր պետք է լինի ձեր սեղանին, ըստ ավանդույթի։ Ոչ, տես բան չկա։ Ունեք։ Իսկ այդ չարաբաստիկ բուդը պետք է լինի, թե ոչ։ Չէ, մենք այո, լինում է, մեր խոզի այդ բդի տեղը մենք դնում ենք ուրիշ խոսքի գարան, կարողական, հանդուշկա, սովորական։ Հիմա գանք արդեն կենցաղային ձեր կյանքին, նախ ամուսնությունը ոնց որոշեցիք անել եւ ձեր հանդիպումից երբ եք ամուսնացել։